Իրանում պատերազմը շարունակվում է արդեն շուրջ 3 շաբաթ։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չեն բացառում, որ այն չի դադարի առնվազն մինչեւ ապրիլի կես, նշելով, որ չեն պատրաստվում ներքաշվել անվերջ հակամարտության մեջ։ Օրերս հայտնի դարձավ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Լուրեր են շրջանառվում, որ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է իսրայելա-ամերիկյան հարվածներից։ Բանակցային գործընթացին վերադառնալու մասին դեռ խոսք չկա։ Սահմանափակված է Հորմուզի նեղուցով անցումը, ինչն արդեն էապես ազդել է համաշխարհային տնտեսության վրա։ Նավթի եւ գազի գները կարող են վերջին տարիների համար նոր ռեկորդ սահմանել։ Իսրայելին պատասխան հարվածներից բացի Իրանը թիրախավորում է նաեւ Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան օբյեկտները եւ ոչ միայն, ինչն ազդում է Թեհրանի եւ տարածաշրջանի պետությունների միջև առանց այդ էլ ոչ միանշանակ հարաբերությունների վրա։ Այսօր օրակարգում Իրանի դեմ պատերազմը եւ ծոցի երկրների դիրքավորումն է։ Փետրվարի 28-ին պատերազմի մեկնարկից ի վեր Իրանը հայտարարեց, որ հարվածելու է այդ թվում տարածաշրջանում ամերիկյան եւ իսրայելական օբյեկտներին։ Թիրախում հայտնվեցին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, ինչպես նաեւ Օմանը, Սիրիան, Իրաքը, Կիպրոսը, Հորդանանը, Թուրքիան եւ Ադրբեջանը։ Սակայն ըստ տարբեր տեղեկությունների հարվածներ են հասցվել ոչ միայն ամերիկյան օբյեկտներին, այլև այդ երկրների մեծ մասի էներգետիկ եւ ռազմավարական ենթակառուցվածքներին, նավահանգիստներին եւ անգամ քաղաքացիական որոշ օբյեկտների։ Նավթագազային ենթակառուցվածքներին իրանական հարվածներն ուժ գնացան հատկապես այն ժամանակ, երբ Իսրայելը թիրախավորեց իրանական Խարկ կղզին։ Այստեղ տեղակայված է Պարսից ծոցում Իրանի կարևորագույն նավթային տերմինալը, որով անցնում է երկրի նավթի արտահանման հիմնական մասը։ Այս զարգացումները մեծացնում են մտահոգությունները, որ տարածաշրջանի երկրները եւս կարող են ներգրավվել ռազմական գործողություններին։ Սակայն նրանք ցուցաբերում են մեծ զգուշավորություն, հիմնականում հնչեցնելով կոշտ, դատապարտող հայտարարություններ եւ լիցքաթափման կոչեր։ Այժմ տարածաշրջանը սպասողական ռեժիմում է, սակայն իրավիճակը բարդացնում է հասունացող էներգետիկ ճգնաժամը։ Նավթագազային օբյեկտներ, վառելիքի պահեստներ եւ այլ ենթակառուցվածքներ են խոցվել Իրաքում, Բահրեյնում, Օմանում։ Կատարի պետական նավթագազային Qatar Energy ընկերությունը հայտարարել էր հեղուկացված բնական գազի եւ դրա հետ կապված ապրանքների արտադրությունը դադարեցնելու մասին։ Իսկ Կատարի գլխավոր գազային հանգույցի թիրախավորման ֆոնին երկրի ԱԳՆ-ն պահանջել է, որ իրանցի դիվանագետները լքեն երկիրը։ Տուժել է նավթի արդյունահանումը եւ վերամշակումը Սաուդյան Արաբիայում։ Էրիադից արդեն նախազգուշացրել են, որ կարող են պատասխան միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ, հավելելով, որ Սաուդյան Արաբիայի համբերությունն անսպառ չէ։ Հաղորդվում է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում նավթի օրական արդյունահանման տեմպերը ավելի քան 2 անգամ նվազել են։ Այս ֆոնին Էրիադում տեղի է ունեցել արաբական եւ իսլամական երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին մասնակցել են նաև Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ Կատարի ներկայացուցիչները։ Դիվանագետները համատեղ հայտարարությամբ Իրանին կոչ են արել դադարեցնել հարվածները տարածաշրջանում նավթագազային եւ այլ օբյեկտներին։ Նախարարները հավելել են, որ Թեհրանի հետ հարաբերությունների ապագան կախված կլինի նրանից, թե որքանով Իրանը կհարգի իրենց ինքնիշխանությունը։ Այս ամենին գումարվում է Հորմուզի նեղուցով նավագնացության սահմանափակումը, որտեղով անցնում է ինչպես նավթի, այնպես էլ հեղուկացված գազի համաշխարհային մատակարարումների շուրջ 20%-ը։ Մինչև պատերազմը Հորմուզի նեղուցով օրական անցել է մոտ 20 միլիոն բարել նավթ։ Տարեկան հաշվարկով այս երթուղով իրականացվող էներգակիրների առևտրի արժեքը կազմում է մոտ $600 միլիարդ։ Վաշինգտոնը խոստանում է ապահովել տարանցման անվտանգությունը։ Ամերիկյան կողմը նույնիսկ դիմել էր ՆԱՏՕ-ի եւ ասիական որոշ երկրների օգնելու ապաշրջափակել նեղուցը, սակայն նրա խնդրանքը մեծամասամբ մերժվել է։ Հորմուզի նեղուցը շատ լուրջ եւ անփոխարինելի երթուղի է։ Սաուդյան Արաբիան իր հարևելք-արևմուտք խողովակաշարով կարող է ընդամենը 5.5 միլիոն բարել նավթ տեղափոխել։ Արաբական Միացյալ Էմիրություններն էլ Հորմուզի նեղուցը շրջանցելու եւ Արաբական ծով հասնելու համար կարող է օգտագործել Աբու Դաբիի ազգային խողովակաշարը, սակայն դեռևս չլուծված է մնում Իրաքից եւ Քուվեյթից օրական առնվազն 13-ից 14 միլիոն բարել նավթի արտահանման հարցը։ Սա համաշխարհային շուկաներ նավթի եւ գազի մատակարարման իսկապես աննախադեպ խափանում է։ Նախկինում էլ ցնցումներ եղել են, բայց երբեք չի եղել, որ Մերձավոր Արևելքից Հորմուզի նեղուցով օրական 20 միլիոն բարել նավթի մատակարարումը գրեթե ամբողջությամբ սահմանափակվի ավելի քան 1 շաբաթով։ Ինչու է օրական 20 միլիոն բարել նավթը այդքան կարևոր, որովհետեւ դա ամբողջ մոլորակի օգտագործած նավթի 1/5-ն է, իսկ աշխարհը ամեն օր օգտագործում է մոտ 100 միլիոն բարել նավթ։ Այս
Ճգնաժամը մեծ հարված է նաև գները վերահսկելու փորձերին։ Ինչ վերաբերում է գազին, օրինակ Կատարը օրական ավելի քան 280 միլիոն խորանարդ գազ է արտահանում։ Դա կազմում է շուկայի 1/5-ը։ Երբ գրանցվում են մատակարարման նման անկումներ, թրեյդերների մոտ մտահոգություն է առաջանում մատակարարման դեֆիցիտի հետ կապված։ Այսպիսով, ինչպես կձևափոխվի տարածաշրջանը պատերազմից հետո, ինչպես ներկայի զարգացումները կազդեն Իրանի և տարածաշրջանի հարաբերությունների վրա, կքննարկենք Ղարաբաղետ Հայկ Քոչարյանի հետ։ Պարոն Քոչարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Քոչարյան, մինչև անդրադառնալ Պարսից ծոցի երկրների և Իրանի միջև հարաբերություններին, հարց է առաջանում, ինչու է Իրանը տարածաշրջանում բացի ամերիկյան օբյեկտներից հարվածում որոշ երկրների էներգետիկ օբյեկտներին, որոնք կապ չունեն Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ։ Գիտեք, հստակության համար պետք է արձանագրել, որ այդ հարվածները 1-2 օր էին ակտիվ են։ Ու դրանք պատասխան գործողություններ են, ոչ թե նախաձեռնության իրենց կողմից սկսված, որտեղ ամենամեծ եւ կարևոր աշխարհի մակարդակով եւ տնտեսությունների վրա ազդող դա Կատարի գազամշակման կայանի հարվածելն է, որը ի պատասխան էր իրանական հարավային Պարսի ենթակառուցվածքների հրթիռակոծմանը, ինչը այս պարագայում մենք մի բան ունենք արձանագրելու, որ տեղի ունենում սիմետրիկ պատասխան Իրանի կողմից, մինչև դա Իրանը օգտագործում էր ասիմետրիկ պատասխանել գործողություններին եւ թիրախորում էր ռազմական օբյեկտների հիմնական կամ ենթակառուցվածքները, որոնք կապված են Միացյալ Նահանգների հետ տարածաշրջանում։ Այդ տեսանկյունից սա նոր իրողություն է ենթակառուցվածքներին հարված հասցնելը այս հակամարտության կոնտեքստում, ինչու ու ընդհանրապես վերջի տարիների զարգացումները, որտեղ նախորդ ճգնաժամային իրավիճակներում նույն Սիրիայում եթե դիտարկենք, որը սա նախորդ փուլը կարանք համարենք, գազային ենթակառուցվածքները չէին թիրախավորվում, որտեղ տեխնոլոգիան այնպեսին է գազի մշակման, որ դրանք շատ թանկարժեք են եւ երկարաժամկետ վերանորոգել կառուցել։ Այսինքն նավթայինները թիրախավորվում են, որտեղ նավթը արդյունահանելը ավելի հեշտ process է, քան գազը։ Ու սա նոր է, ու սա շատ մտահոգիչ է աշխարհի մակարդակով բոլոր տնտեսությունների համար եւ տեսանք միանգամից Միացյալ Նահանգների արձագանքը, որ ինչ-որ մի բան էլ չի լինելու, կհետևեն, որտեղ այնտեղ մինչև էս տարբեր հաղորդակցություն եղան, թե ով էր հարվածողը Իսրայելը, թե Միացյալ Նահանգները, թե երկուսը միասին, թե մեկը տեղյակ էր, մեկը տեղյակ չէր, բայց փաստն է կարևոր, որ ունենք արդեն նոր իրողություն, որտեղ ենթակառուցվածքները թիրախ են։ Բայց այստեղ կարծիք կար, որ Իրանը հարվածում է տարածաշրջանի հենց այս օբյեկտներին, այն երկրների, որոնք չեն մասնակցում հակամարտությանը մեծ հաշվով, ուղղակի գինը բարձրացնելու համար արժեքը այս պատերազմի։ Կարող է լինի պատճառներից կամ արդյունքներից մեկը միայն, որտեղ Իրանը ասիմետրիկ գործում էր ցույց տալու համար, որ տարածաշրջանի խնդիրները դա միայն իր խնդիրները չի, բոլորի խնդիրներն են լինելու, եւ դա հայտարարվել է Իրանի կողմից, նես չի որ դա նոր պարզ դարձավ, եւ Իրանը հետեւողական այդ խնդիրը փորձում է ընդլայնի, որպեսզի ներգրաված կողմերն ու շահերը բազմաշերտ լինեն եւ ինչ հնարավորություն տալիս տարբեր բանակցային իրավիճակներ ունենալ տարբեր ելքերի պարագայում, ինչը դա արդյունքներից մեկն է միայն գինը բարձրացնելը, դա ոնց որ ենթադրվում է միշտ, որ օրմոզը եթե փակում եք, արտահանումը կրճատվում է եւ դա պետք է ազդի շուկայի վրա եւ դա եզակա դա արդյունք է ընդհանրապես մի բազմակի իրար հետևից բերվող տարբեր արդյունքներ։ Պարոն Քոչարյան, անդրադառնանք մի քիչ ավելի լայն Պարսից ծոցի երկրների ներքին տրամադրություններին։ Որպես կանոն, երբ ծոցի երկրների մասին է խոսվում, որպես մեկ ամբողջություն է ներկայացվում, բայց գիտենք, որ այդ երկրներում էլ առանձին կան աշխարհաքաղաքական, քաղաքական, տնտեսական, կրոնական բավականին լուրջ տարաձայնություններ եւ խնդիրներ։ Այս ամենն այսօր ինչպես է ազդում Պարսից ծոցի երկրների դիրքավորման եւ Իրանի հետ շփումների վրա, կխնդրեի առանձին հակիրճ անդրադառնալ երկրներին։ Ճիշտ նկատեցիք, որ տարբեր խմբերի են բաժանում, տարբեր շահեր ունեն, իրար հակասող, իսկ միասնական դիրքորոշում չկա։ Այս պարագայում ստեղծված իրավիճակում փորձ է արվում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից ստեղծել միասնական շահ միավորելու բոլորին դեմ Իրանի, բայց սա շատ բարդ process է իրականում, որովհետեւ արաբական երկրները, այդ ծոցի երկրները նախ եւ առաջ խնդիր ունեն
արաբական փողոցին համոզելու, թե ինչու իրենց գործողությունները ինչպիսինն են, որտեղ սա նուրբ սահման ունի անել գործողություններ, որոնք չդիտարկվի, որ դու օգնում ես Իսրայելին, շատ բարդ է իրականության մեջ։ Դրա համար տեսնում ենք դիվանագիտական խողովակների ակտիվացում այս երկրների կողմից, փորձ պայմանավորվել, խոսել Իրանի հետ, որտեղ ռազմական ելքը երկրները, որոնք այս ծոցում են, նրանք տարբեր հնարավորություններ ունեն եւ փաստացի ոչ մեկը չունի ռազմական լուրջ փորձ պատերազմով անցած։ Նաեւ կա կրոնական եւ տարբեր խմբերի արկայությունը կրոնական առաջերտին այս երկրներում։ Առաջին երևի Բահրեյնը, եթե դիտարկենք, որը շիական մեծամասնությամբ սուննիական իշխող տոհմի կողմից ղեկավարվող պետություն է, որը ամենավտանգվածն է, քանի որ ռեսուրսային տեսանկյունից կապված է Սաուդյան Արաբիային, այսինքն մի ճանապարհ, մի կամուրջ, որը ռմբարեցին, որը կիսաքանդ է կամ քանդվել է, ինֆորմացիա չունենք հստակ, թե ինչ վիճակում է գտնվում կամուրջը, ջրային մաքրման, այսինքն կայանը, որը որ ապօրիններ խմելու ջուրը դա էլ ռմբարեցին, այսինքն ստե առաջին մենք խնդիր կունենանք եւ կտեսնենք եւ Բահրեյնի շուրջ ծավալվող խնդիրները։ Բոլոր երկրները խնդիր ունեն Իրանի հետ ու պատմականորեն եղել դրանք պատմության այս վերջի զարգացած տասնամյակների ընթացքում հաջողվել էր որոշակի եզրեր գտնել դիվանագիտական ներխոսության Թարաֆային պարսի օգտագործումը համատեղ կատարի հետ, որ դրա շուրջ եղավ, թարվածները իդեպ տարածքում են տեղի ունեցել։ Էմիրությունների հետ խնդիր կա կղզիների հետ կապված, առաջնային այս Քուվեյթ, Կատար, եթե դիտարկենք, Բահրեյն, այն պետություններն են, որոնք առաջնային ռիսկային գոտում են գտնվում, ինչու որտեվ եթե երկարատև լինի այս ամբողջ գործընթացը երկար տևի, իսկ Իրանը պատրաստվում է երկար խաղի մեջ մնալ եւ պահել այս լարվածությունը, տնտեսությունները լուրջ հարցական տակ գտնվեն այդ երկրների, թե ինչ ոնց պետք է դիվերսիֆիկացնել եւ ոնց պետք է ներքին հարցերը լուծեն, սրանք կարող են բերել, եթե չլինի համապատասխան այդ արաբական փողոցի հաջո պատասխան, այսինքն լեգիտիմության հարցը կարող է առաջանալ երկրի ներսում։ Սա այն զարգացումները, որոնք կարող են երկարաժամկետ կտրվածքով, իսկ կարճաժամկետ փորձում են այդ երկրները դիվանագիտական ճանապարհով Իրանի հետ լուծել խնդիրները, որտեղ Իրանը փաստացի դուրը չի փակել, այլ հնարավորությունը թողել է, եթե խնդիրը Հորմուզի ջրանցքի օգտագործումն է, ասում է, այո, մենք ենք որոշելու, բանակցեք մեր հետ։ Հիմա այդ փուլում ենք։ Ինչ վերաբերում է Արաբական Միացյալ Էմիրություններին, վերջերս հայտարարվեց, որ իրանական դպրոցներ են փակվում, հիվանդանոց է փակվում, ինչ-որ կենտրոններ, նաև ԱՄԷ-ում իրանական ակտիվներ կան, որոնք էլի լուրեր են շրջանառվում, որ կարող են սառեցվել։ Այսպիսով, ինչպես է գնահատում ԱՄԷ-ի եւ Իրանի հետագա հարաբերությունների զարգացումը պատերազմից հետո։ Պատերազմից հետո մի քիչ շատ դժվար հարց է, թե պատերազմը երբ կվերջանա, դրանից հետո երբ է։ Կարճաժամկետ, սա ուրիշ ելք է, երկարաժամկետ այլ իրականության մեջ ենք հայտնվելու։ Այո, խնդիր այդ փոխադարձ հարաբերությունների լավացման փուլում նման ակտիվների ներդրումային փաթեթներ կային, երկուստեք աշխատում էին եւ սա այն գործիքներ, որով իրար հարաբերվում էին տնտեսության մեջ, մեծ բիզնես ներկայացում կար էմիրություններում։ Սա առաջին արձագանքն է այդ դիրք ցույց տալու եւ փորձելու դժգոհություն արտահայտել, բայց մյուս կողմից խնդիր կա, թե ում հետ խոսել Իրանում, որտեղ խմբերը տարբեր են։ Սա է, որ մի քիչ էմիրություններին այլ իրավիճակում է դնում։ Մի կողմից, մյուս կողմից էմիրությունը այդ նույն խնդիրը չունի, ինչ որ ունի արաբական մյուս երկրները, այսինքն Արաբական փողոցը պայմանական, եթե վերցնենք էմիրությունների պայմանը, դա մի քիչ պակիստանյան եւ հնդկական փողոց է։ Ու այդ քաղաքական մանևրությունը էմիրությունները ավելի մեծ տիրույթ ունի եւ Իսրայելի հետ հարաբերությունները տեսանք հակազդելը Սաուդյան Արաբիային կամ Սաուդյան Արաբիայի հակազդելը էմիրություններին վերջի շրջանում միջև այս դեպքերը եւ այս ամբողջ նաեւ փոխելու է էմիրությունների դիրքավորումը, որը կարող է ավելի, եթե իրանական ճակատում հնարավորություն չեղավ հասնել ինչ-որ արդյունքների, թեքվել դեպի ավելի
պայմանական ասած կամ իսրայելա-ամերիկյան դաշինքի առանցք այս խնդրում կամ դեպի սաուդական, ինչը որ մեծ հաշվով Էմիրությունների համար գրեթե նույն խնդիրն է, հղիա ինքնուրույնության եւ ինքնավարության որոշակի զիջմանը, համար բարդ իրականության մեջ են այսօր։ Սաուդյան Արաբիան էլ ուշադրության է արժանի, որովհետև գիտենք, որ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի հարաբերությունները բավականին լարված են եւ շատ վաղուց, նույնիսկ երբ այս պատերազմը սկսվում էր, լուրեր տարածվեցին, որ Սաուդյան Արաբիան աջակցում է Իրանի դեմ այս գործողություններին եւ ռեժիմի թուլացմանը Իրանում։ Այսպիսով, եթե կարճ, ինչ չեն կարողանում կիսել Էրիադը եւ Թեհրանը։ Պատմություն շատ խորքային է, այսինքն 19-րդ դարից կարող է գնալ հիշել, որ վահաբիները գրավեցին Քերբելան եւ այլ, բայց առի իրավիճակում հնարավոր այդ տարաձայնությունները տարածաշրջանային խաղացողի դիրքավորման եւ կարևոր խաղացողի, որտեղ կար Իրան, Թուրքիա եւ Սաուդյան Արաբիա, լարվածությունը նաև այդ տիրույթում էր կապված եմենական թատերաբեմում իրանական եւ սաուդական շահերի բախման սիրիական տիրույթում, բայց այս ամբողջը հնարավոր եղավ վերջի շրջանում չինացիների աջակցությամբ որոշակի երկխոսության դաշտ բերել եւ հարաբերություններում դրական դինամիկա էր նկատվում, նաև պայմանավորված տարածաշրջանում Իսրայելի դերի հզորացման եւ ակտիվացման, բայց այս խնդիրը վերջի զարգացումների ենթակառուցվածքներին, որոնք հիմնականում վերջ շրջանում տեսանք նաև թիրախավորվեցին սաուդական ենթակառուցվածքներ, ինչը փաստացի իրանական կողմը չի ընդունել, բայց շատ հավանական է որ լինեն, որտեղ այնտեղ տարբեր խմբավորումներ են գործում եւ տարբեր ինքնավար են շատ հարցերում։ Սաուդացիները փորձելու են հնարավորինս ձգել դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու։ Ռազմական բախման ոչ մեկ պատրաստ չի գնալու։ Առնվազն բացահայտ։ Ոչ բացահայտ կարող են տարբեր աջակցություններ լինել տարբեր կոնֆիգուրացիաներով, այդ նաև հետո կարող ենք տեսնել, բայց այս պայդրությամբ, որտեղ սաուդացիների համար կա խնդիր նաև մյուս տեղ, չէ, Բաբ el-Մանդեբում, որտեղ Եմենի, ասենք, հուսիական իշխանությունները դեռ ոնց որ թե ակտիվ չեն։ Ակտիվ չեն մի տեսակետով, որ չունեն ռազմական համապատասխան արդեն պաշարներ, բայց իմ կարծիքով դեռ իրենց ժամին են սպասում։ Ինչպես նաև չենք տեսել Սաուդական Արաբիայի արևելյան շրջաններում շիաբնակ բնակչություն է ապրում, դրանց ակտիվացումը, որոնք արաբական գարնան ընթացքում բավական շատ ակտիվ էին, բավական ցույցեր եղան եւ պահանջներ ունեն, դե միշտ խնդիրներ կան։ Իսկ սրանք դեռ են ֆակտորներն են, որոնք կարող են ակտիվանալ եւ փոփոխական իրավիճակ ստեղծել այս կոնֆլիկտում։ Պարոն Քոչյան, տեսնում ենք, որ տարածաշրջանի երկրները հիմնականում դատապարտում են այս էսկալացիան ռազմական գործողությունները եւ կոչ են անում վերականգնել երկխոսությունը, բայց հիմնականում այդ դատապարտող կոչերը ու հայտարարությունները ում են ուղղված՝ Իրանին, թե Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին։ Տարբեր են, հիմնականում Իրանին, որտեղ կան նաև դատապարտող կոչեր Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին, վերջի հարվածները, թե հարավային Պարսին նայեք, արաբական երկրներից Կատարը օրինակ դատապարտեց հենց հարվածող կողմին, ոչ թե Իրանին։ Այսինքն այստեղ իրավիճակային տարբեր հայտարարություններ լինում, բայց եթե ինչ որ թվային արտահայտությամբ նայենք, ավելի մեծամասնությունը, ինչը նաև ավելի խնդիր է առաջացնում, որտեղ Իրանը դա օգտագործում է, այսինքն Իսրայելական կողմին չեք դատապարտում, որը նախահարցակ եղել, այլ մեզ եք դատապարտում, ինչը բերում է լի հարաբերությունների լարման ու սրման։ Տարածաշրջանային լարվածությունը սրում է նաև Հորմուզի նեղուցի սահմանափակումը, թեև իրանական կողմը որոշ երկրների նավերի թույլ է տալիս անցնել նեղուցով, բայց դա այդքան էլ իրավիճակը չի փրկում, տնտեսական ճգնաժամից չի հանում համենայն դեպս, ինչպես այս Հորմուզի նեղուցի բաղադրիչը գործոնը կարող է ազդել տարածաշրջանի պատկերի վրա եւ ելի ծոցի երկրների ու Իրանի հարաբերությունների վրա։ Հորմուզը այն նեղուցն է, որով էներգակիրների մոտ 30% անցնում է օրական, համաշխարհային մակարդակի նշանակություն ունեցող, այսինքն հաշվեք, որ դա չկա։ Դրան գումարած Կատարի վերամշակման ենթակառուցվածքային հարվածը էլի ավելացում է տոկոսը, որը էլի չկա շուկայում, որը եթե լիներ ինչ-որ մի ճանապարհով կարող էր դուրս գալ,
Իսկ սրանք փոխելու են շուկան եւ գները եւ ամեն ինչը դա արդեն նկատվում է։ Սրանից բխող մյուս հարցն առաջանում արդյոք այն ինչ որ հայտարարել են իրանական կողմը կարող են որ իրանք պիտի որոշեն ով անցնի Հորմուզով, սա կգործի։ Այս պահին դեռ ոնց որ թե դա է։ Միացյալ Նահանգները բայց փորձ արեցին ինչ կոալիցիոն ուժերով ապավել անվտանգությունը, բայց առաջի փորձը ինչ եմ ասում առաջի, որտեվ փորձը լինելու են էլի։ Կարելի է առաջինը համարել ձախողված, որտեվ չմիացան կոալիցիային։ ՆԱՏՕ-ի եւ հայկական երկրները Այնտեղ հետաքրքիր մի դրվագ կա, որ ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակ ունեցող Թուրքիան չմիացավ, բայց չդատապարտվեցել Միացյալ Նահանգների կողմից։ Այսինքն այստեղ կարելի է հետո տեսնել նաև Թուրքիայի ինչ-որ ակտիվացում եւ դերակատարում այս հարցերում։ Այլընտրանքային կա խողովակաշար Սաուդյան Արաբիայում, որը Կարմիր ծովն ու Պարսից ծոցը կապում է իրար, բայց ծավալները այնքան չեն, ինչքան որ ծովային առևտրով ենթակառուցվածքներով դուրս էր գալիս։ Կային հին ծրագրեր, անդադ քննարկվող ջրանցք ունենալ հեմիրություններում, որը դուրս գա Օմանի ծոց։ Սրանք կարող են ակտիվանալ հետագայում դառնալ քննարկման առարկա, բայց դրանք երկարաժամկետ պրոյեկտներ են, իսկ կարճաժամկետ ավելի տրամաբանական, որ բոլոր այս երկրները փորձելու են Իրանի հետ համաձայնության գալ։ Պահանջները բարձրաձայնված են, մի թողեք ձեր երկրում լինեն Միացյալ Նահանգների ենթաբազաներ, մենք խնդիր չունենք։ Տեսանք բանակցային դիրքերն են, որից կարծիքով կնստենք խոսել, եթե շատ կտրուկ գործողություններ չլինի Իսրայել-Ամերիկա տանդեմի կողմից։ Կտրուկ դա այսինքն տակտիկական ինչ-որ նշանակության զենքերի կիրառում։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Երբ եւ ինչ պայմաններով կավարտվի պատերազմը անորոշ է, սակայն կարող ենք արձանագրել, տարածաշրջանը մտել է տրանսֆորմացիաների փուլ եւ առաջիկայում գործ կունենանք նոր մերձավոր արևելքի հետ։ Այսօր օրակարգում Իրանի դեմ պատերազմը եւ ծոցի երկրների դիրքավորումներ։